պարոն։ Բարև ձեզ։ Նախ ներողություն եմ խնդրում, այս ժանրում ես խոսելու տենց այս ոճում չկամ, փորձեմ մտքերս շարադրել։ Ես ամաչում եմ, որ խաղ բանտարկյալ չեմ, և են հայերը ովքեր չեմ հուսամ ինպես եմ մտածում, որովհետև մեր իշխանության պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալում և շատերը, ներողություն, երեք հայտարարեց, որ անուն ազգանունով, ավազանի անունով դիմելով մեր վեհակարին, որ դա հոգևորական չէ, իսկ Փաշազադեն հոգևորական է, իր հոգևոր առաջնորդն կամ չգիտեմ ում հոգևոր առաջնորդն է։ Այս իշխանության մեջ խաղ բանտարկյալ չլինելը մի տեսակ անոթ է։ Եվ մի բան էլ պետք է ասեմ, ժայռի վրա երբեմն սողուններ են հայտնվում, բայց այդ սողունները ժայռի տերը երբեք չեն լինում։ Որտեղ մեր հայրենիքը ժայռ է եղել, պատմական մի քանի հազար տարվա պատմություն ունեցող, տարբեր տիպի տարածքներ ունենալ չունենալով, տարածքը երբեք հայրենիք չի, հայրենիքը հոգու մեջ է, իսկ մեր հոգու մեջ ժայռը կա, իսկ այդ ժայռի վրայի սողունները որևէ օր ժայռից կընկնեն ներքև։ Հենց որ ժողովուրդ ջան, պին դեղեք, ես ուզում եմ մաղթանքս եղել Աղվետիկին, իմ ընկերոջը եւ բոլորին, Ծառուկյանին, Կարապետյանին, Սրբազանի այն մնացած ահաբեկիչներին են 18 հոգու, բոլոր ընկերներիս։ Ահաբեկիչ բառը իդեպ ճակերտներում եմ ասում, բայց չի։ Աստված առաջ, ժողովուրդ ջան, ես երկար չեմ կարող խոսել, ես ամեն դեպքում մնում եմ լավատես, դա իմ սկզբունքն է, ես այդպես եմ ապրում եւ հուսամ որևէ օր կլուսավորվի այս երկիրը, այս մեր հայրենիքը, Աստված առաջ ինդերիկ։ Շնորհակալություն սիրելի պարոն Ամալյան։ Ես եւս մեկ խոսք